սպոյլերներին ճանաչելու առաջի այսպես ասած նշանը դա ֆինանսական միջոցների առկայությունն է սպոյլերները չեն ունենում լուրջ ֆինանսական միջոցներ սպոյլերներին տրամադրում են գումար այնքան ինչքան որ կախվածության մեջ են այնքան որ իրենք տեսեք նախընտրական փուլում կա մի հատված երբ որ ԶԼՄ-ները պարտավոր են բոլորին հավասար պայմաններ ապահովել ժամանակի հա Եվ ինչի է Հայաստանի այս օրենսդրությունը թելադրում 20-30 սպոյլեր ունենալ ընտրություններում, որովհետև այդ ժամանակը պիտի տրողվի 20-30 հոգու միջև, եթե մնա 2-3-ը կոտրվում է այդ պաշտոնական ռիսկ կա կորցնելու այդ պաշտոնական որոշված ով է թիվ 1 տեխնացուն, ով է թիվ 2 տեխնացուն պատկերը։ Մարդիկ կարող է սկսեմ տեսնել 3-րդ, 4-րդ տեխնացուին։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ 20 տեխնացուներ, որ այդ ժամանակը, հանրային հեռուստատեսության ժամանակը, մյուս ԶԼՄ-ների հատկացվող ժամանակը բաշխվի 20 տեղ, 20 տեղ այդ նշանակում է ամեն մեկին 5%, այդ ժամանակը դիտավորյալ սահմանվում է այն չափով, որ այդ 5%-ը չապահովի անհրաժեշտ քանակությունը հարկավոր իրազեկման համար դա գովազդային այսպես ոլորտի արդեն հատկություններ են որ այդ ցուցանիշները չհաղթահարի եւ այստեղ պաշտոնական այսպես ասեմ տեխնացուները այն առավելություն ունեն որ իրենք լուսաբանվում են մինչև ընտրական պայքարի սկիզբ մինչև այդ բոլորի համար 22 թե 25 օր սահմանված 28 օր կարծեմ թե սահմանված հավասար պայմանների ժամանակահատված մի խոսքով սպոյլերները անհրաժեշտ բաղադրիչ են համակարգի եւ դրա համար հիմա եթե ռազմավարության հետ վերադառնանք այո 3 ամիս առաջ 4 ամիս առաջ ես Առաջ եմ քաշել այդ ծրագիրը հրապարակային մինչև այդ մենք մշակել ենք, որ առաջի խնդիրը, որ պետք է հաղթահարել նման ընտրություններում, դա ֆինանսական միջոցների խնդիրն է, ինչպես հավաքագրել անհրաժեշտ թվով միջոցներ, որ տարբերվեր սպոյլերներից։ Որպեսզի տեսեք հիմա Օլիգարխիկ կուսակցությունը անկասկած, հա, այդ Սամվել Կարապետյանի օրենքով 1 միլիարդ դրամ է թույլատրվում ունենալ հիմնադրամ կառույցության համար։ Իրականում ծախսերը կարող են ավելի մեծ լինել, որովհետև հիմնադրամից որոշակի ծախսերն են ֆինանսավորվում, կան ծախսեր, որոնք որ հիմնադրամից չեն ֆինանսավորում, բայց գոյություն ունեն եւ ընտրության ժամանակ կարող են ֆինանսավորվել այլ աղբյուրներից։ Եվ Այստեղ այդ հարցը ինքը սկզբունքային հարց է։ Իշխող ուժը ունենալու է 1 միլիարդ, անշուշտ ունենալու է, անկասկած։ Երբևիցե Հայաստանում չի եղել։ Ես չեմ աջակցում Նիկոլ Փաշինյանին, ես չեմ աջակցում Սամվել Կարապետյանին, այդ երկու Դրանից հետո հաջորդ հարցն է ում եք աջակցում, ինքներդ ձեզ Դրա համար եւ չէ, ես չեմ կարող մասնակցել որպես առաջնորդ այս ընտրություններում, որովհետեւ տեսեք, իշխանությունները այսօրվա քաղաքական, այսինքն սա արդեն Ջեմինիի վերլուծությունից դուրս այսօրվա վիճակում շատ խոցելի է։ Մեծ հաշվով հանրությանը պարզ է, որ տեղի է ունեցել դավադրություն մեր ժողովրդի դեմ եւ Արցախը ծախել է։ Պարզ չի ինչ գնով են ծախել, ով ինչքան փող է ստացել դրա դիմաց, այդ հարցերը պարզ չեն, բայց որ ծախել են դիտավորությամբ։ Դա արդեն մեծամասնության համար պարզ է, որոշ մարդիկ դա հասկանում են գիտակցելով, որոշ մարդիկ հասկանում են ինտուիտիվ։ Իշխանությունների համար այս իրավիճակի մեջ դավաճանությունը դա շատ լուրջ այսպես ասած մեղադրանք է, շատ լուրջ խնդիր է, հանրությունը դա ընդունում է այդ մեղադրանքը Փաշինյանի նկատմամբ։ Դրա համար Փաշինյանի մոտ 70% աջակցությունից իջավ 12-14 կամ ավելի քիչ հիմա։ Խնդիրը կայանում է նրանում, որ
գործիչներին հիմա խաղից դուրս բերելու, այսպես ասած, պրակտիկան կիրառվում է աջ ու ձախ, օգտագործելով քրեական հետապնդումներ։ Դրա մասին էլ, այսպես ասած, անիմաստ է ավել բառեր ծախսել, գիտեք, որ դա այդպես է։ Իմ դեմ քրեական հետապնդումը առ այսօր շարունակվում է։ Չէ, աբսուրդ է դա, ակնհայտ շինծու գործ է, որը որ դատախազությունը կարող էր կարճել եւ այսպես ասած հարուցեր գործ նրանց դեմ, ովքեր որ ինձ ապօրինի պահել են կալանքի տակ այսքան ժամանակ։ Դա չի արվում, դա պատճառ ունի, չէ՞։ Չի մարդիկ գալիս են դատարան, նայում են տեսագրությունները Սարի թաղում տեղի ունեցած այդ ցույցը ցրելու ժամանակ ոստիկանության բռնությունների եւ չեն տեսնում։ Նայում են, չեն տեսնում։ Չեն տեսնում այդ քաղաքացիական հագուստով մարդկանց, ովքեր որ ոստիկանության հետ միասին ծեծում էին քաղաքացիներին եւ այլն։ Այն ամենը ինչը որ չչացում է որ տեղի է ունեցել հանցագործություն իշխող մարմինների կողմից, ոստիկանության կողմից, դատախազությունը նայում է ու 8 տարի չի տեսնում։ Կեղծ արձանագրություններ են կազմվում, այսինքն նայում են ու գրում են ուրիշ բան, էլի։ Այն չի ինչ որ տեսագրություններում արտացոլված է։ Դա պատճառ ունի, դա չի կարող լինել հենց այնպես, չէ՞։ Դա ունի խորը պատճառներ։ Այսինքն իշխանությունները հետաքրքրված են իմ դեմ քրեական հետապնդումը պահպանել։ Հիմա նշանակված դատական նիստերի շարքը այնպիսին է, որ դատավճիռը կամ արդարացման վճիռը կարդացվելու է ապրիլ ամսին, այսինքն տեխնացուների առաջադրումից հետո։ Եթե ես առաջադրեմ իմ տեխնացուն, մեծ ռիսկ կա, որ ինձ կվերցնեն կալանքի տակ, որպեսզի գլխատեն այդ քաղաքական նախաձեռնությունը, որտեղ որ ես ենթադրենք կլինեմ առաջնորդ։ Ես հանգիստ եմ վերաբերվում այդ առաջնորդության հարցերին եւ այլն։ Եվ ինձ համար ձեր հարցը դուք մենակ ձեզ եք, ոչ, ես աջակցում եմ Հայաստանում անհրաժեշտ փոփոխությունների եւ ցանկացած տեխնացու, ով որ կայուն է ռեպրեսիաների դիմաց ունի, գիտակցություն ունի, բայց ես ձեզ ասած այդ մարդկանց շրջանակը Հայաստանում շատ փոքր է։ Մենք Հայաստանում չունենք անթիվ շատ գործիչներ, քաղաքական դաշտում ոչ կախյալ, ընդհանրապես մարդկանց քանակը շատ քիչ է, էլի, ում վրա պարզապես հեռախոսազանգով չեն կարող ազդել, որոնք որ ժողովրդի լեզվով ասած կգնան մինչև վերջ, չէ՞, երբ որ առաջնորդ ես առաջարկում, պիտի համոզված լինես, որ այդ առաջնորդը իր դերը կկարողանա տևական ժամանակ տանել, դիմանալ, ինքը հայտնվելու է ամենածանր վիճակում, խոցելու են իրեն ԶԼՄ-ներով, վախացնելու են իր բարեկամներին, ընտանիքին եւ այլն, այդ ամբողջը խոմ չի ցամաքել մեր իրականությունից։ Ավելին ես հիմա դա ասում եմ, փաստում եմ, որ ավելի սուր է դարել եւ այդ առումով ռազմավարությունը ինչպես հասնել հաջողության, ես նորից եմ ասում, այս ընտրություններում ես հանդես եմ գալիս որպես աջակից։ Ես հրապարակային առաջարկել եմ մի շարք քաղաքական այսպես ասած գործիչների ներկայացուցիչներին, որ պետք է ուշադրությունը կուտակել նախ եւ առաջ ավելի լայն հարցումներ անցկացնել։ Կետ առաջին, որտեղ այս հարցումները, որի մասին մենք հիմա խոսում ենք եւ որի վրա Ջեմինիի վերլուծությունն է հենված, կատարվել է 1500 մարդկանց շրջանակում։ Իրականում Հայաստանում իմ կարծիքով եւ դա մասնագետների հետ քննարկման, այսպես ասած, արդյունքում ձևավորված եզրակացությունն է, հարկավոր է ունենալ հարցում 25-30 հազար մարդու, որպեսզի ավելի բազմակողմանի պատկեր ունենալ հանրային կարծիքի մասին, որովհետև Հայաստանը 72 համայնք ունի, Երևանը չհաշված, շրջանները շատ տարբեր են իրարից տեղի ունեցող իրավիճակով եւ 1500 հոգի դա շատ քիչ է, եթե 700 հոգի, 800 հոգի Երևանում են անում, 700 հոգի մնացած Հայաստանով, դա չի, այսպես ասած, ողջ պատկերը հնարավորություն տալիս ընդբռնել։
եւ տարիքային բաժանումներ կան, չէ, եւ գենդերային բաժանումներ կան, եւ աշխատանք, չաշխատանք։ Տեսեք, Ջիմինին սահմանեց, որ գոյություն ունեն ստրատեգիաներ, կարող է լինել ստրատեգիա, իր հիմնական չափանիշը, բայց քաղաքական տեխնոլոգիան, ինչպես ասեցի, որպեսզի հաղթել Հայաստանում ընտրություններ առաջի ճանապարհ, պետք է համոզել 2000 ձեռներեց, հա, 1 միլիարդ դրամ հավաքելու համար հարկավոր է, որ 2000 ձեռներեց օրենքով է սահմանված 500 միլիոն ավել ոչ մեկ չի կարող տալ, տրամադրեն, որ ձևավորվի այդ 1 միլիարդ գումարը։ Սա մեկ տեխնոլոգիա, այսինքն խնդիրը հաղթելու համար 600,000 քաղաքացի է պետք ձայն տան։ Խնդիրը, այսպես ասած, սկսում է նվազել, երբ որ 600,000-ը լթողին կոնկրետ 2000 ձեռներեց միջին բիզնեսի ներկայացուցիչ կարելի է համոզել երկրում ինչ որ փոփոխությունների անհրաժեշտության մեջ եւ գտնել այնպիսի նույնիսկ կարող է գրավոր համաձայնություն, հա, սպոնսորական պայմանագիր, մարդը տրամադրում է գումար, այս կոնկրետ բարեփոխումների համար, հարկային ոլորտում, մյուս ոլորտներում, որը եւ իրեն անձնապես է շահավետ եւ երկրի համար է կարեւոր։ Սա մի տեխնոլոգիա է, ոչ մեկ չբռնեց, ասեմ ձեզ, ոչ մեկ այդ դրանով զբաղվելու ցանկություն չունի, մինչ օրս ես դա չեմ տեսնում։ Երկրորդ, որովհետեւ մեր մոդելը տվեք գումարներ, օգնեք մեզ, բայց ընդհանուր օրակարգերի համար։ Հայաստանը ՊՏՏ էս անենք, ռեժիմը փոխենք, էս անենք, այն անենք, ոչ թե կոնկրետ ինչ-որ բաների համար, էլի։ Երբ որ կոնկրետ քաղաքական սպոնսոր ես ներգրավում եւ ունես կոնկրետ առաջարկ, ինչ բարեփոխում ես անելու ենթադրենք, հարկային ոլորտում, մաքսային ոլորտում, այս ոլորտում, դա կոնկրետ խոսակցություն է եւ մարդը կարող է մտածել այդ 5 միլիոնը տամ։ Դա չի կոչվում ծրագիր։ Դա կոչվում է ծրագիր։ Հայաստանում այդ լուրջ խնդրեմ ա եղել միշտ։ Չեն կարողանում ծրագիր կազմել։ Իրապես կարողանալու կատարებելիք ծրագիր։ Չեն կարա ծրագիր կազմեն, որովհետեւ միայն անկախ քաղաքական գործիչները կարող են կազմել ծրագիր։ Ոչ անկախ քաղաքական գործիչները կարող են հանդես գալ օրակարգերով, ընդհանուր օրակարգերով, որոնք որ այսպես ասած մեր պետության առանձնահատկությունը այնպեսին է ստեղծման օրվանից առ այսօր, որ նորից պիտի այդ բանն ընդգծեմ, անկախությունը գործչի ամենամեծ քաղաքական դաշտում արժեքն է։ Որոշումներ ընդունելու անկաշկանդ հնարավորությունը, դա եզակի հնարավորություն է հասանելի չի Հայաստանի քաղաքական դաշտի, հասանելի շատ փոքր հատվածի։ Եվ կյանքում ամեն ինչը գին ունի կայանում։ Եվ այդ առումով այս ռազմավարությունը այն է, որ դու հաղթում ես մինչև ընտրությունները։ Դու հաղթում ես, երբ որ ցույց ես տալիս, որ ունես ֆինանսական աջակցություն, ինչ որ միջին խավի Հայաստանում այդ թիվը պատահական չի, որը որ ես ասացի 2000 միջին բիզնեսի ներկայացուցիչ եթե աջակցում են որևէ քաղաքական ուժին, այդ քաղաքական ուժը հաղթելու է։ Հաղթելու է օլիգարխիկ ցանկացած տեխնացուին, հաղթելու է իշխանության ցանկացած տեխնացուին, եւ դա կլինի բուրժուական, ժողովրդավարական, այսինքն հանրապետության հաստատում։ Մեզ մոտ դեռևս մեր երկրի խնդրեմը կայանում է նրանում, որ չկա process, որը որ միավորի 2000 բիզնեսմեն։ Մենք ունենք տարբեր ակումբներ, ասոցիացիաներ բիզնեսի, որոնք որ դեռ չեն հասունացել քաղաքական օրակարգեր ձևավորելուն։ Իրենք զբաղված են լոբինգով, առանձին շահերի եւ այլն։ Դա էլ կասեմ, որ պայմանավորված է այդ վախերով, զգուշությամբ եւ այլն, բոլորից շատ կորցնելու բան ու անպաշտպան վիճակում գտնվում է բիզնեսը։ Միշտ կարելի է խոչընդոտներ ստեղծել, պետությունը դա հեշտությամբ կարող է անել եւ անպատիժ մնա եւ այլն։ Դրա համար մեր հասարակությունը ազատ չի առհասարակ
որովհետև բիզնեսը առաջ է երթին ազատ չի։ Եվ այս ծրագիրը պահանջում է լուրջ աշխատանք, նուրբ աշխատանք, հաշվի առնելով այս բոլոր իրավիճակները, որը որ երևի թե ոչ մեկ չի ուզում եւ չի կարող անել, չի ուզում, որովհետև կան դրա համար, հա, հստակ պարտավորություններ ձեռք բերելու անհրաժեշտություն, իսկ չի կարող, որովհետև այդ աստիճանի անկախ չեն, որպեսզի նման, այսպես ասած, ոչ համակարգային քայլ անեն։ Երկրորդ տարբերակը, երկրորդ ռազմավարությունը, որ նույնպես ես հրապարակային միջոցառման ժամանակ առաջարկեցի, դա սահմանադրության նոր սահմանադրության նախագիծ առաջ քաշելն է եւ 200,000 քաղաքացու նախաձեռնությամբ դա անել, որը որ սահմանադրությամբ նախատեսված է, այսինքն մինչև ընտրություններ համախմբել ընտրողների մի հատված կոնկրետ սահմանադրական այնպիսի առաջարկի շուրջ, որը որ երաշխավորում է սահմանադրության մակարդակով մարդկանց համար կենսական նշանակություն ունեցող հարցեր։ Սկսած արտաքին քաղաքականությունից սահմանադրական երաշխիքներ է տալիս քաղաքացիներին, ենթադրենք, որ պետության ներկայացուցիչներին չի կարելի վաճառել, ծախել Արցախը, չի կարելի ծախել ցեղասպանությունը, չի կարելի։ Հիմա կա, որ չի կարելի ծախել տարածքը, բայց ծախելու նուրբ ձևեր կան, էլի, կառուցապատման իրավունքով կարելի է տալ եւ այլ կամ անհատույց կոնցեսիաներ, ինչպես որ Հայաստանի օդանավակայանը, չէ, անհատույց կոնցեսիա է, տրված է եսի ինչքան տարիներով եւ այլն։ Դա է ծախելու, շրջանցելու, այսպես ասած, արգելքի ձևերն են։ Եվ մյուս կողմից էլ կան սոցիալական, հարկային եւ այլն հարցեր, կան պետություններ, Գերմանիան օրինակ, Շվեյցարիան, սահմանադրությամբ են սահմանում շեմերը հարկային բեռի, ինչը որտեղ կարող են հարկային պարտավորությունները ձևավորվել մարդկանց համար, որովհետև դա էլ հիմա մարդկային խնդիր է, ժամանակակից պետությունները հարկային բեռը քաղաքացիների վրա դնում են մինչև 40-50% իրենց եկամուտների, այդ նշանակում է, որ մարդիկ 12 ամսից 5 կամ 4 աշխատում են պետության համար։ Ֆեոդալիզմի ժամանակ մի ամիս էր բանը գյուղացին աշխատում ֆեոդալի համար, դա դժգոհության մեծ, այսպես ասած, բան էր։ Նու իհարկե համեմատությունը ուղղակի չի, որովհետև ագրարային ոլորտում այդ մի ամիս նշանակություն ունի, որ սեզոնին է։ Բայց այնուամենայնիվ սա էլ խնդիրներ են, որ սոցիալական ծախսերը ինչպես կազմակերպել հանրության, ինչպես ասած բաշխել այդ բեռը հարկատուները ոնց պիտի իրենց այսպես ասեմ շահերը պաշտպանեն հանրային պայմանագրով, այսինքն մարդ որպես հարկատու, մարդ որպես սոցիալական օժանդակություն ստացող, չէ, տարբեր կատեգորիաներ են կամ նույն մարդը կարող է երկու վիճակում էլ միաժամանակ լինի։ Եվ դա մոբիլիզացնող տարբեր սեգմենտներին մոբիլիզացնող մեթոդ է նման սահմանադրական առաջարկով հանդես գալը, երբ որ կարող ես տարբեր սեգմենտների համար ցույց տալ սահմանադրական երաշխիքների սահմանադրության մակարդակով երաշխավորված իրավունքների պաշտպանություն եւ այլն։ Դա էլ ոչ մեկին չհետաքրքրեց, կարող եմ ասել, ես հիմա ներկայացրեցի իմ մասով հայտնի տեղեկությունները, չգիտեմ ուրիշ ուժերը ինչ են նախաձեռնում, ուրիշ գործիչները ինչ են անում, երևի թե մեկ ամսվա ընթացքում մենք դրանից տեղյակ կլինենք, որովհետև արդեն մոտենում է ընտրությունները, այսպես հայտարարելու ժամանակահատվածը եւ պիտի սկսվի տեխնացուների գրանցման այդ ժամանակահատվածը եւ այլն եւ այլն։ Նու կարող եմ ասել, որ հիմա կարծես թե իրադրությունները զարգանում են իշխանությունների սցենարով։
որևէ դրան դեմ սցենար, ես Սամվել Կարապետյանի սցենարը դիտարկում եմ իշխանական սցենարի մաս, թեպետ ինքը ինքնուրույն, ինչ որ իր գործողություններն է ձեռնարկում եւ այլն, բայց այն դասական մոդելի մեջ է գտնվում, որը որ Հայաստանում միշտ մենք տեսել ենք այս տարիների ընթացքում։ Այսինքն դեռ հələ այդ չորնի լեբիծ կոչված, անսպասելի իրադարձություն, դա մենք չենք տեսնում, ես հիմա ոչ թե որպես քաղաքական գործիչ խոսեցի, այլ որպես վերլուծաբան, որովհետև որպես քաղաքական գործիչ կարելի է ասել, որ մենք սպառել ենք մեր գործիքները որպես աջակից, որովհետև ինչ որ մեկին աջակցելու համար պիտի լինի այդ մեկը, ով որ ծրագիրը ուզենա իրականացնի, ես սրա մասին հրապարակային խոսում եմ, որովհետև այդ էջը արդեն թերթված է և պարզ է, որ քաղաքական գործող դաշտում ոչ մեկ էլ այդ առաջարկներով չհետաքրքրվեց։ Դե տեսնենք ինչ կրեատիվ առաջարկներ կլինեն ուրիշ թիմերից, ես չեմ բացառում, որ եւ այլ, բայց ինչպես մենք տենում ենք Ջիմինի վերլուծությունից, ռազմավարություն առաջինը կա, չափանիշները այդ ռազմավարության պարզ են, եւ ամենակարևորը, որ ծրագիրը, որը որ առաջ է քաշվելու նման համակարգը կոտրելու, որը որ Հայաստանում կա եւ դրանից դուրս գալու համար, պիտի նաեւ այդ կարևոր չափանիշին համապատասխանի, որ դա անվտանգությունը եւ զարգացումը երաշխավորող տևական ժամանակ լուծումների առաջարկով հանդես եկող թիմ պիտի լինի։ Ելնելով իմ հիմա կարծիքը բանից, գնահատումներից առկա սոցիալական կարծիքների, դա այսօր մեծամասնության համար, ինչպես են տեսնում մեծամասնությունը այդպիսի լուծում, դա Եվրոպական միության անդամակցելն է։ 56% պատրաստ են քվեարկել կողմ Գալիկ Կիրակի, վերջի հարցման այդ International Republic Institute-ի, եթե նման հարց դրվի մոտակա Կիրակի բանին։ Այսինքն սա փաստ է, որը որ հարկավոր է ստուգել, ինչպես ասեցի, որովհետև տեսեք մարդիկ վախենում են թեկնածու ասել, բայց չեն վախենում ասել, որ պատասխանել հարցին այո կողմ եմ կամ ոչ դեմ եմ